Պարոն Փաշինյան, այո 70%. Նրանք չեն, որ համ դժգոհ են, համ ընտրակաշառք են վերցնում։ 70% նրանք են, ովքեր ընտրակաշառքով գիտեք ինչ ընտրակաշառքը չի հանցակազմը չի դնում այդ բանը բացատրությունը գոհ ես թե դժգոհ ես ընտրակաշառքով ես քվեարկի ընտրակաշառքով ուզում ես գոհ եղի ուզում ես դժգոհ եղի ուզում ես երջանիկ եղի ուզում ես դժբախտ եղի ընտրակաշառքով քվեարկով ընտրակաշառքով քվեարկողը գոհա թե դժգոհա եկեք դիալոգի չենք վերածում հարգելի լրագրողներ սա բրիֆինգ է եթե հարցազրույցի զանգվածությունը գրավորվի ես այդ հարցին էլ երեք արձագանքեցի այդում ձայներն որ ասում են իշխանությունը ձայներ է կեղծել, այդում ձայներն են կեղծել, ասում եմ, այդ մարդիկ թող հրապարակային ասեն, կեղծել ենք մեր ձայները։ Մի հոգի հացադուլ էր անում, են էլ երեք դադարեցրեց։ Շատ լավ։ Պարոն Փաշինյան, ինչպես դուք եք սիրում ասել, ըստ օդում կախված լուրերի համաձայն, դուք բավականաչափ զայրացել եք, այնքան եք զայրացել, երբ համացանցում տեսել եք ազգային անվտանգության ծառայության աշխատակցի գլխավերևի տեսախցիկի արձանագրությունը, երբ Ռոբերտ Քոչարյանը փորձում է երկրից գնալ, այնքան եք զայրացել դա տեսնելով եւ լինելով պետականամետ մարդ ծառայական քննության անհրաժեշտություն եք տեսել, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է Անդրանիկ Սիմոնյանը թույլ տվել, որ այդ տեսանյութը հայտնվի համացանցում։ Ընտրություններից առաջ դատախազությունը հայտարարեց, որ Հայաստան Դաշնքի պատգամավոր Աղվան Վարդանյանի գույքը ապօրինի է եւ մինչ օրս որևէ գործընթաց չենք տեսնում։ Ինչու է հապաղում դատախազությունը։ Միգուցե Աղվան Վարդանյանը մանկատներ եւ ծերանոցներ է թալանել, որ հարստացել է լինելով սոցիալնախարար։ Եվ ինչով է պայմանավորված, որ դուք, այ օրինակ Աղվան Վարդանյանի նման ներողություն պատգամավորը, որը 2018 թվականին միակն էր, որ ձեր օգտին չքվեարկեց, դուք իր նկատմամբ որոշակի ձեր իշխանությունը որոշակի այսպես կարծես թե վերապահումով է մոտենում, բայց շարքային քաղաքացին, որը դժգոհել է ձեզնից եւ այդ դժգոհությունից ելնելով չի ընտրել ձեզ, անվանում եք կաշառակեր եւ պատրաստվում եք նրան բանտ նետել։ Շնորհակալ եմ։ Ճիշտ ասած բան չհասկացա ձեր հարցերից։ Կարծում եմ չեք կարող ինձ օգնել, որովհետեւ եթե օգնեիք, հարց կտայիք, որին պատասխանեի։ Դե ինչ կապ ունի դատախազությունը, ինչ հայտարարեց, ինչ կապ ունի իմ շատ լավ հայտարարելա գնացեք դատախազությանը հարցրեք, ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Ես ասում եմ, ցանկացած մենք իմ հանձնարարությունը չի վերաբերվում անձի, իմ հանձնարարությունը վերաբերվում է բոլորին, ովքեր ունեն ապօրինի գույք, պետքա վերադարձվի։ Հատիկ ու հատուկ, միջև վերջին բոթասը պետքա վերադարձվի։ Էսա, դա ընդ որում դա հանձնարարություն չի, դա ժողովրդի արտահայտած կամքն է։ Հիմի Աղվան Վարդանյանը, M1-ը, ինձ համար ինչ տարբերություն։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, այդ հարցն էլ ճիշտ ասած չհասկացա։ Եթե հարցն էր ծառայական քննություն նշանակել եմ թե չէ, ոչ, չեմ նշանակել։ Եթե հարցն էր զայրացել եմ թե ոչ, ինչի մասին պետքա ծառայական քննություն նշանակել։ Ինչի պետք է զայրացնի բայց։ Ինձ զայրացնում եք չհասկացա, այդ որ ձեր լրատվամիջոցներում հայտնվում է, այդ կարա, որ ուրիշ լրատվամիջոցում է։ Ոչ։ Այդ ձեր լրատվամիջոցներում հայտնվածի հետ կապված կարծեմ ոչ միայն ծառայական քննություն, այլև քրեական գործ կա։ Բացի աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա դե։ Այսինքն իր տիրապետած ինֆորմացիան կուզի արտահոսի, կուզի չի արտահոսի։ Ինչ խնդիր կա դե։ Այն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն դա այդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն։ Երբ որ այդ որոշումը կայացնեն մարդիկ, որոնք դրանք իրավասությունը չունեն եւ հասանելիություն չունեն, դա արդեն օրենքի խախտում է։ Նույնիսկ ես ընդհանրապես չեմ տեսել դուք ինչի մասին եք խոսում։